Որքան շատ ճարպ, այնքան շատ ինսուլինարեզիստենտականություն։ Կա մի տենց միֆ, որ ամեն ինչի մեղավորը այդ ինսուլին հորմոնն է, իրականում ինսուլինը հրաշալի հորմոն է, որը մեր օրգանիզմում կենսական կարևոր դեր ունի, առանց ինսուլինի շատ դժվար կլիներ եւ դա հենց դիաբետն է, շաքարային դիաբետն է, որ ինսուլինի որակը կամ քանակը նվազում է, բայց ինսուլինը ունի տարբեր ազդեցություններ, ազդեցություններից մեկը դա նպաստում է ճարպի կուտակմանը եւ մյուս կողմից էլ բոլոր մարդիկ, ովքեր ունեն հավելյալ քաշ կամ ճարպակալում, իրենք ամենայն հավանականությամբ կունենան ինսուլինի բարձր մակարդակ։ Կարող է բարձր չլինի հենց լաբորատոր ցուցանիշով, բայց կան որոշակի ինդեքսներ եւ այլն, որոնցով որ մենք կտեսնենք, որ ինսուլինի արտադրությունը մի քիչ փոփոխված է։ Բայց դա չի խնդիրը, խնդիրը հենց հավելյալ քաշն է, որ լուծելով կլուծվի նաև ինսուլինի հարցը։ Այո, ընդունված է կարծել, որ բարձր ինսուլինն է պատճառը ճարպակալման, ճիշտ հակառակը ճարպակալումից առաջացել է բարձր ինսուլինի մակարդակ արյան մեջ, հետևաբար, երբ ավելորդ քաշը իջնի նաև ինսուլինը եւ դուք տեսանելի փոփոխությունը կզգաք,